Ես երևի նորից այս թեման շարունակեմ, հետո անցնեմ մյուս հարցերին։ Տիկին Ավանեսյան, անցյալ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ես նորից այս հարցը բարձրացրել եմ եւ այն ժամանակ նորից նշեցի, որ այո, շատ բժիշկներ, հիշեք, նախարարությունը ստացել էր 30-ից ավել բժիշկների ստորագրությամբ այդ բաժանվող դեղի նկատմամբ բացասական վերաբերմունքի իր մտահոգությունը եւ դուք նորից պատասխանեցիք, որ գնումների գործընթացը այնպիսին է, որ մենք փաստացիորեն այդ ենք ձեռք բերում։ Ուրեմն պետք է գնումների այդ գործընթացի կազմակերպման միգուցե տեխնիկական պահանջների մեջ փոփոխություն անել, միգուցե այլ կերպ մոտենալ, հա, ոչ թե այսպես մարդկանց եթե դա այդքան էլ արդյունավետ չի մարդկանց համար այդ դրա օգտագործումը, ուրեմն այստեղ խնդիր կա, հասկանում եք, եթե 1 տարի, 2 տարի, 1 բժիշկ, 30 բժիշկ, 10 հիվանդ, 100 հիվանդ խոսում է դրա մասին, ուրեմն մենք չենք կարող անտեսել այդ խնդիրը։ Տիկին Գյուրական, կներեք, բայց պետք է այսպես հստակ լինել։ Չունենք 10 բժիշկ, չունենք անգամ 1 բժիշկ, որը տարի ներկայացվել է ձեզ 30 բժշկի ստորագրությամբ այդ նամակը, եթե դուք չեք 30 բժշկի մասնակցությամբ կարգի թիվեր, ես չեմ։ Խնդրեմ ուղարկեք, անհնար։ Դուք ստացել եք, ես ձեր ստացած նամակն եմ։ Ես վստահ եմ, որ 30 էնդոկրինոլոգ չունենք անգամ, որպեսզի 30 հոգի ստորագրեր։ Ուրեմն թե 30 մանկական էնդոկրինոլոգ ունենանք։ Բայց առավել եւս, եթե ունենք 20 էնդոկրինոլոգ եւ 19 ստորագրելը, ուրեմն դա լուրջ խնդիր է։ Եկեք դրա մասին խոսենք։ Հիմա նորից, հա, էլի շաքարային դիաբետի մասին, բայց ես ուզում եմ այս անգամ ավելի շատ հիմա իմ հարցը կենտրոնացնել առաջի տիպի շաքարային դիաբետի հիվանդություն ունեցողներին, որովհետև այս առաջին տիպի շաքարային դիաբետը ցավոք սրտի առաջի տիպ էլի։ Հա, ամեն դեպքում, թե իրենց ալի, բայց լուրջ առանձնահատկություն ունի, որ իրենց ասելով, հա, որ դա ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ եւ արդյունքում գիտեք ինչ ստացվում է, որ մենք այսօր այդ մարդկանց որոշակի ու նրանք ըստ էության ֆունկցիոնալության այդ կարգը չեն ստանում, հա, անձի ֆունկցիոնալության այդ կարգը չեն ստանում եւ ըստ էության ինչ որ իմաստով մենք թողնում ենք իրենց հա, իրենց վրա, ինչպես ում դիմել, ինչպես դիմել, ինչ գումարով դիմել, ունեն կդիմեն, չունեն չեն դիմի, բայց դրա արդյունքում մենք վաղը մյուս օրը ստանում ենք ենթաստամոքսային գեղձի հետ կապված լուրջ հիվանդությունների մի փունջ, որի վրա հետո մենք պետք է բյուջեից մեծ գումարներ դնենք, որոնց հետևանքները լուծենք։ Արդյոք դա ճիշտ է եւ ի սկզբանե միգուցե պետքա այդ կարող եք պարզաբանել ինչ նկատի ունեք, որ իրենց առաջին տիպի շաքարային դիաբետը, առաջին տիպի շաքարային դիաբետին էլ ենք ինսուլին տալիս ենք, հա, ֆունկցիայի խանգարումն է ենթաստամոքսային որը շատ ավելի լուրջ հետևանքներ է թողնում ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալության վրա, չէ՞, որն էլ իր հերթին լրացուցիչ լուրջ հիվանդություններ է ծնում։ Մասնագիտական քննարկում է ստացվում, բայց ես չեմ ուզում այդ մասնագիտական մեջ մտնել, գիտեք։ Եթե ոչ ճշգրիտ բան ենք ասում, հետո եզրահանգումները ավտոմատ ոչ ճշգրիտ են դառնում։ Ես չեմ ուզում այդ մասնագիտականի մեջ մտնել, բայց եթե ինքը ծնում է, այդ հիվանդությունը կարող է ծնել լուրջ ենթաստամոքսային գեղձ եւ դա էլ լուրջ ուրիշ հիվանդությունների աղբյուր դառնալ եւ ապահովագրությունը, բյուջեն, ես էլի բերում եմ բյուջեին։ Չէ, օքեյ, բայց եկեք մենք պարզենք էլ ինչի մասն է խոսքը։ Եթե կա առաջին տիպի շաքարային դիաբետ, դա նշանակում է, որ ենթաստամոքսային գեղձը չի արտադրում ինսուլին, որը անհրաժեշտ է գլյուկոզայի մարսելու համար, որի համար լուծումը արտաքինից ինսուլին ներարկելն է համապատասխան չափաբաժնով, համապատասխան ժամին եւ այլն, որը երեխաներից սկսած սովորում են, հա։ Հիմա դրա լուծումը այդ ինսուլին տալն է։ Հիմա ես ունում հասկանամ հարցը որն է։ Հարցը որն է, դե համբերեք հարցն ասեմ, եթե ուրեմն հիմա 18-ից հետո, երբ մենք այդ ինսուլինը ըստ էության չենք տրամադրում, հա, չտրամադրում եմ մինչև 25-ը ինչ որ մենք ամբողջ հանրապետությունում ամբողջ կյանքի ընթացքում տրամադրում ենք, բայց այդ մարդիկ ասում են, որ մինչև որոշակի տարիք այս տիպի ինսուլին են ստանում, սրանից հետո այլ տիպի, որի ազդեցությունը շատ ավելի թույլ է։ Ես ասեմ, տեսեք, Հայաստանի Հանրապետությունում ինսուլինը տրամադրվող միշտ եղել է ամպուլներով, այսինքն ներարկման։ Հետո առաջնահերթություն տալով երեխաներին վերանայել ենք եւ հիմա օգտագործում ենք գրիչներ, որոնք որ շատ ավելի նոր եւ հարմար կիրառելի են, այսինքն էլի ինչպես միշտ երեխաներին առաջնահերթություն տալով տրամադրում ենք այս նոր տիպերը։ Մեծահասակներին շարունակում ենք տրամադրել ամպուլներով ներարկման ինսուլինները։
Այո, իհարկե գրիչները թե հարմար են օգտագործման համար եւ դրանք նոր սերնդի պրեպարատներ են։ Հիմա գալով իհարկե ձեր հարցին մենք էլ ենք ուզում, որ բոլորին տրամադրենք ամենաթանկարժեք, ամենալավ տարբերակները, բայց գնում ենք աստիճանական։ Իմ ասած հարցադրումը դա է, որ մենք այսօր փորձում ենք ինչ որ իմաստով դրա մեջ խնայողություններ անել, արդյոք դա հետագայում ավելի լուրջ հիվանդությունների բուժման համար պետական բյուջեի վրա ավելի լուրջ ծախսեր չի առաջացնելու։ Իմ ասածը դա է։ Եթե այսօրվա օգտագործվածը պակաս արդյունավետ է, հետեւաբար ինքը ավելի շատ հիվանդություն։ Թե հարմարության տեսանկյունից չեն կանում, ինչ խնայողության մասն է խոսքը։ Պարզապես կան դեղեր, որոնք ցուցված են երեխաներին եւ կան դեղեր, որոնք ցուցված են մեծահասակներին։ Պարոն Տիկին Ավանեսյան լրիվ ուրիշ բան ասես, պարոն։ Հասկանալի է։ Նա ասաց, որ ես էլ իր ասածն եմ արձագանքում։ Չէ, դա ինսուլինը, այստեղ հարմարավետության հարցը ընդամենը եւ գրիչի եւ ամեն դեպքում կարգի սահմանման մեջ պետք է իսկապես ուշադրություն դարձնել այդ անձի ֆունկցիոնալությունը ինչքանով է ճիշտ գնահատվում, եթե շաքարային դիաբետ է, այստեղ պետք է իրապես երևի լուրջ ուսումնասիրություններ ծնողների ու այդքան հիվանդների բողոքները անտեսել, ասելով, որ մենք ուզում ենք ձեզ ուղակի առողջ տեսնել եւ չենք ուզում, որ դու ձեզ անվանենք հիվանդ, դա շատ քիչ է, մեղմ ասած, ոչինչ է էլի այդ հիվանդների համար։ Հիմա ես կոնկրետ ուրիշ հարցերի են անդրադառնամ, որովհետեւ այստեղ դուք բայց կներեք ես արձագանքեմ, որ չստացվի համաձայնում ձեր մտքի հետ։ Տեսեք, բժշկասոցիալական փորձաքննությունը իրականացվում է կոնկրետ չափորոշիչներից ելնելով եւ այո, եթե մենք մեր երկրում հասել ենք նրան, որ կառավարում ենք դիաբետը այնպես, որ մեր երեխաները ըստ էության ֆունկցիոնալության խանգարում չունեն, ուրեմն պիտի փաստենք, որ ֆունկցիոնալության խանգարում չունեն եւ անիմաստ տեղը երեխաներին սահմանափակումների եւ այսպես կարգավիճակների չենթարկենք։ Իհարկե մենք հետևողական ենք բոլոր բողոքների նկատմամբ, բայց ես նորից ստուգեցի Տիկին Գյուրեղյան ձեր կողմից անցյալ տարի բարձրացված բժիշկների ուրեմն այսպես բարձրացված հետքերով թիվը իհարկե վստահ չեմ ստուգել, բայց մենք հետևողականորեն կապվել ենք, հրավիրել ենք նրանց նախարարություն, ցավոք սրտի ոչ մեկ չի եկել հանդիպման, որպեսզի մենք նրանց հետ քննարկենք, թե ինչն է բարձրացված հարցը։ Եվ այստեղ ես իհարկե չի ուզի անդրադառնալ եւ ասել, որ դա այդպես է, բայց նաեւ մի փոքր երանգել կա, որ դեղագործական ընկերությունները նաև իհարկե մրցույթների արդյունքներից երբեմն դժգոհ են լինում եւ փորձում են նաև այսպես ինչ որ առումով ինչ ասեմ, նաև շեշտադրումներ անել, որ իրենց պրեպարատներն են ամենալավը, ամենաազդեցիկը եւ այլն եւ այլն։ Դրա համար պետք է շատ հետեւողական գնալ ամեն բողոքի հետևից հասկանալու պատճառները։ Նորից եմ կրկնում։ Իհարկե, ինդիվիդուալ մոտեցումը միշտ էլ շատ ավելի լավ է, քան ընդհանրական մոտեցումը, բայց եթե ունենք 1100 պացիենտ եւ գնում ենք ամենավորակյալ ինսուլինը եւ 1100-ից կարող են լինել մի քանի դեպքեր, որոնք ինչ որ դժգոհություններ ունեն, սա եւս պիտի հասկանանք ոնց ենք հասցեագրում։ Ինչ որ Խոսքը հիմա ըստ էության ես չխոսեցի դեղագործական ընկերությունների կողմից ներկայացված խնդիրների մասին, այլ խոսեցի մասնագետ բժիշկների կողմից ներկայացված խնդիրների մասին, եւ եթե չեմ սխալվում, անցած տարի ես նորից խոսեցի կոնկրետ որ երկիրներ արդեն չէ, այդ երկրի նախարարության հստակ եզրակացությունը այն դեղի, որի մասին դուք խոսում եք, այդ դեղի բացասական արդյունքների մասին, բացասական հետևանքների մասին դա էլ կներկայացնեմ նորից, եթե մոռացել եք։ Հիմա խոսքը ինչ դուք ասացիք պացիենտակենտրոնության մասին է եւ դուք դրա համար պացիենտակենտրոնությունն ապահովելու համար ըստ էության հիվանդներին բերում հասցնում եք, հա, նախատեսում եք, այսինքն ավելի շատ որոշել եք, որ այդ հիվանդները պիտի գան Երևան, այստեղ ստուգվեն եւ համարում եք, որ դա առավել արդյունավետ է եւ ես ձեզնից խնդրել եմ ինձ տալ թվերը, թե քանի հիվանդ ունենք մարզերում, քանի հիվանդ ունենք Երևանում, այդ
մանկական էնդոկրինոլոգի կարիք ունեցող եւ բավականին լուրջ թվեր են, ասենք օրինակ տեսեք 25-ում մինչեւ 14 տարեկան 25, 15-ից 17 տարեկան 7, Շիրակում 43-35, ասենք սրանք թվեր են, դուք այսքան հիվանդին ասում եք դուք եկեք Երևան, որպեսզի Երևանում ստուգվեք եւ Երևանից ստանաք այդ աջակցությունը, թե դեղերի, թե այդ շաքարային դիաբետի համար անհրաժեշտ աջակցության եւ ըստ էության դուք ինքներդ չեք հրաժարվել եւ ներկայացրել եք որ մենք ամբողջ հանրապետությունում մանկական էնդոկրինոլոգ չունենք, Շիրակի մարզում ունենք 2 ներզատաբան ընդհանրապես, մնացած բոլոր մարզերում չունենք։ Այսինքն փաստացիորեն եթե սա է պացիենտակենտրոնությունը, ապա խնդրում եմ ինձ բացատրեք, այդ ոնց, այսինքն հիվանդը Սյունիքից գա հասնի Երևան, դա է պացիենտակենտրոնությունը, թե ապահովել այդ հիվանդին բուժծառայություն մատուցելը իր տարածքում։ Սա լուրջ խնդիր է եւ այստեղ հայեցակարգային միգուցե նաեւ արդեն մոտեցումը, որն է պացիենտակենտրոնությունը, պետքա մի քիչ ճիշտ հասկանալ, ձեր տված թվերն են ու այստեղ եւ որտեղ ինչ սկզբունքով հարցին, որ ինչպես են հիվանդները ստանում իրենց դեղորայքը, ինչ պարբերությամբ դուք այսպես մեղմորեն շրջանցել եք որտեղ է հարցը, չեք գրել որ միայն Երևանում, միայն Մուրացանում, ասենք գիտեք, սա լուրջ խնդիր է, միգուցե հնարավորություն տան քաղաքացուն ինքը որոշի, էլի, այնպես հնարավորություն տան, որ ինքը մարզում էլ կարողանա ստանալ Երևանում, եթե ինքը կարող է ու կգա Երևան, ուրիշ խնդիր, բայց եթե ինքը ի վիճակի չէ այդ ֆինանսական ծախսերը հոգալու, նաև ճանապարհածախսի առումով լուրջ խնդիր է դա։ Եկեք կոնկրետ այսքան ձևակերպենք հարցը հետևյալն է, արդյոք հնարավոր չի կազմակերպել առնվազն դեղերի տրամադրումը կազմակերպել մարզերում, որպեսզի չգան եւ նաեւ մտածել այնպես անել, որ բուժօգնություններ լինի մարզերում, որտեղ դուք ինքներդ ասիք, որ 2 էնդոկրինոլոգ կա ընդամենը։ Չէ, բայց իրենք հաստիկները հանել են եղել են, չէ՞, մինչև հիմա։ Հաստիկի հարցի մասնագետի բացակայությունը մասնագետի կարիք ունեն տեղերում մասնագետների ապահովման խնդրում եմ թույլ տանք արձագանքի, որ հետո շարունակենք։ Թե հաստիկը լիներ եւ հարցը լուծվեր հաստիկով։ Տեղերում մասնագետ ունենալու խնդիրը պետք է լուծենք։ Դե այնքան հարցեր պետք է լուծենք ու լուծում ենք հերթով, Տիկին Գյուրեղյան, նաեւ կուտակված շատ հարցեր, Տիկին Գյուրեղյան։ Ես չի խոսում, որ ուրեմն ծառայությունների կենտրոնացումը պացիենտակենտրոնացության հետ է կապված, ամենևին իմ ասածը դրա մասին չէր, այլ նրա մասին էր, որ մենք քանի որ ունենք մասնագետների ուրեմն առումով մարզերում պակաս, մեզ համար առաջնահերթ է, որ երեխաների դիաբետի կառավարումը իրականացվի պատշաճ որակով։ Դա կարողացել ենք հասնել եւ ես նաեւ պիտի արձանագրենք, որ այսօրվա մեր ցուցանիշները կառավարման դիաբետի տարեց տարի բարելավում են։ Դա կարողացել ենք հասնել նաև կենտրոնացնելով։ Հիմա հաջորդ փուլը նրանումն է, որ կարողանանք նաև մարզերում մասնագետներ ապահովել։ Իսկ դա ընդհանուր առմամբ առողջապահական համակարգի կարևորագույն խնդիրներից է եւ այո, նաև նպատակային ծրագրերով, նաև որոշակի խրախուսումներով պետք է հասնենք դրան։ Բայց ես նշում էի, որ մենք նաև նոր տեխնոլոգիաների կիրառությունը պիտի ներդնելու արդյունքում հասնենք նրան, որ շատ դեպքերում կարիքը չլինի Երևան գալու եւ այդ խորհրդատվությունը լինի հեռաբժշկության միջոցով։ Այո, ճիշտ եք ասում, շատ ավելի հարմար է, երբ որ մարդը բոլոր ծառայությունները իր բնակության վայրին մոտ է ստանում, բայց առողջապահական համակարգերում ըստ էության դա հնարավոր չի, ինչքան էլ որ մենք դա ցանկանանք, որտեղ մասնագետն էլ կարող է լինել մասնագետ, եթե ունի նվազագույն թվով պացիենտների հոսք, եւ սա էլ որակի շատ կարևոր ցուցիչ է։ Խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Լավ, հիմա արդեն սկսեմ հերթով հարցերս, հա։ Մինչև հիմա ներածականներ։ Տիկին Գյուրեղյանի համար քննարկումը դա է։ Նախուտեստներ էլի։ Հիմա հիմնական համապարփակ ապահովագրման, հա, այս ծրագիրը անցած տարվի հանվեց եւ հիմնավորումը էներ, որ
Բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքների կարիք կա, ընդհանուր մինչև ենթաօրենսդրական ակտերի մշակման, նախագծերի մշակման եւ այլն եւ Տիկին Բադալյանի ասած այդ անընդհատ մեջ վերացել 18 միլիարդը հանվեց, դրա 10 միլիարդը ծրագրերի փոփոխությամբ ուրիշ տեղ դրվեց, հիմա հարց։ Այս ընթացքում ինչ է արվել է թե չի արվել, ինչ փաստաթղթերի այդ փուլը նախապատրաստական աշխատանքների ինչքանով է առաջ գնացել եւ մենք ինչքանով ենք պատրաստ եւ երբ ենք պատրաստ, երբանից ենք պատրաստ այդ համապարփակ ապահովության համակարգը ներդնելու, այս մի հարց, որը շատ կարևոր է, եւ հետո Տիկին Ավանեսյան, ճիշտ ասած, թվայնացումը ես չեմ պատկերացնում, դա թվայնացումը որոշակի սկաներների, պլանշետների, մյուս սարքերի ձեռքբերում, թվայնացումը ծրագրային թվայնացման մասին էր խոսքը, որով մենք կհեշտացնենք բուժ ծառայությունների մատուցումը, արդյունավետ կդարձնենք եւ այդ թվայնացման ծրագրերի մասին եմ ուզում հասկանալ, ինչ թվայնացման ծրագրեր եք նախագծել, նախատեսել, որոնք որ ֆինանսավորման պարագայում, իսկ ֆինանսավորումը ԲՏԱ-ն պատրաստ է տալու, որովհետեւ ինքը կա եւ ինքը ասում է ինքը չի օգտագործել այդ գումարները, բավականին գումարներ ուղակի մնացել են չօգտագործված, որովհետև նախարարությունները չեն դիմել։ Դուք ինչ ծրագրեր եք նախատեսում եք արդյոք, որոնք թվայնացման ծրագրեր կդառնան։ Հաջորդ հարցս, միգուցե սրանք ասեք, հետո արդեն կոնկրետ այս երկու հարցին ասեք, Սիրով պատասխանեմ, թվայնացման մասով Տիկին Կիրաղյան ես էլ էի խոսում հենց ծրագրի մասին։ Այն մյուս հատվածները դրանք կոշտ ենթակառուցվածքներն են, որոնք ապահովում են ծրագրի օգտագործումը։ Ծրագրային առումով մենք անցյալ տարիներ դրեցինք էլեկտրոնային դեղատոմսը, ընդլայնեցինք ուրեմն ամբուլատոր քարտի ուրեմն ներմուծումը համակարգ, պիլոտային փորձարկվել է եւ աշխատում ենք հիվանդանոցային քարտի ամբողջական թվայնացման, թվային էպիկրիզի ձևավորման վրա, ուրեմն անցյալ տարվանից ժամկետները, անցյալ տարվանից ուրեմն ինչպես նշեցի, գործիքային հետազոտությունների արդյունքներն են կուտակվում թվային միջավայրում, դայքոմ համակարգերի շրջանակներում, այսինքն մենք հատված մեր կլինիկական տվյալների անցումը թղթայինից դեպի թվային իրականացնում ենք։ Իհարկե սա լայնամասշտաբ աշխատանք է եւ ամենաթվայնացված երկրներն էլ տասնյակ տարիներ են տևել, որպեսզի գան հասնեն այս ընթացքին եւ մեր նաեւ ապահովագրության շրջանակներում մեր թվայնացման գործընթացը ուշադրության կենտրոնում է եւ բավական այսպես տեմպերով գնում ենք։ Հիմա օրինակ արդեն դրել ենք այս հատվածը, օրինակ գործելակարգերի թվայնացման հատվածը նոր մրցույթ ենք հայտարարել, այստեղ նաեւ ինչու ոչ բարձր տեխնոլոգիաների նախարարության հնարավորություններից կօգտվենք միանշանակ։ Բացի դրանից նրանք նաեւ որոշակի ուրեմն ստարտափերի, IT ընկերությունների ֆինանսավորում են, որը օգնում է նաև մեր համակարգում նոր լուծումներ, նոր գործիքների մշակմանը, սա եւս իհարկե կարևոր աջակցություն է։ Ինչ վերաբերվում է համապարփակ ապահովագրությանը, Տիկին Կիրաղյան, ես ձեզ ասեմ, որ մենք ըստ էության փաթեթի օրենսդրական փաթեթի շատ ինտենսիվ քննարկման ընթացքում ենք կառավարության շրջանակներում եւ ազգային ժողովի մեր գործընկերների հետ եւ այո վստահաբար գնալու ենք ուրեմն ներդրման ուղիով քննարկում ենք ճանապարհները եւ փուլայնության հետ կապված ուրեմն որոշակի հատվածներ այո սա շատ մեծ բարեփոխում է իր մեջ ներառում է բազմակոմպոնենտ այսպես հատվածներ եւ ժամկետների առումով էլ ըստ էության մենք նախագիծը օրենսդրական այնպես ենք շարադրել, որ ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում այն հնարավոր է գործարկվի։ Բայց ինչպես նշեցի, մենք հիմա գտնվում ենք ինտենսիվ քննարկման փուլում եւ հուսով եմ առաջիկայում կամփոփենք
կառավարության շրջանակներում մեր դիրքորոշումները եւ շատ ավելի մշակված, պատրաստված եւ ուրեմն ընդհանրական ձևով կգանք ազգային ժողով։ Առաջիկան հարաբերական հասկացություն է, ես չգիտեմ որ առաջիկան է, բայց ամեն դեպքում։ Հիմա մյուս հարցը, որը ես միշտ կարևորել եմ, ըստ էության գիտեք ցանկացած ծրագիր ենթադրում է նախապես կոնկրետ հետազոտություններ, այդ հետազոտություններ խնդիրների վերանման եւ նոր այդ խնդիրների լուծման առումով լուծումների առաջարկության։ Հիմա ես ամեն տարի հարցնում եմ եւ կոնկրետ պատասխաններ մի քիչ եմ ստանում կամ չեմ ստանում։ Արդյոք հետազոտություններ կատարվել են հիվանդությունների կառուցվածքը Հայաստանում ճշտելու տարածքային, սեռատարիքային բաշխվածությունը հիվանդությունների, որպեսզի հասկանանք, ասենք Սյունիքում ավելի շատ որ մասնագետի կարիքը ունեն, Գորիսում ավելի շատ, թե դրանք հավասարաչափ համատարած իրոք ամբողջ հանրապետությունում այդ բաշխվածությունը հավասարաչափ համատարած է, բայց նույնիսկ եթե ասենք հավասարաչափ համատարած է, դա պետքա հիմքում ունենա ուսումնասիրություն։ Դե ուսումնասիրեինք նոր ասեինք, պարզվում է որ հավասարաչափ է։ Արվում են արդյոք նման հետազոտություններ թե չէ։ Եւ մյուսը, որ շատ կարեւոր է, ժողովրդագրության խնդիրը, որը մենք միշտ կարեւորում ենք, ինքը որպես մեծ գլխավոր կոմպոնենտ ունի ծնելիության մակարդակի աճ։ Առաջնայինը դա ծնելիության մակարդակի աճն է եւ այս պարագայում մենք խոսում ենք առողջապահության նախարարություն, չգիտեմ, այս անգամ դուք չխոսեցիք, չներկայացրեցիք, բայց միշտ կարևորել է օժանդակ տեխնոլոգիաներով, հա, այդ նոր ծնելիության մակարդակի աճի արդյունքների ներկայացումը եւ ես հիմա ուզում եմ ասել, արդյոք որոշակի ուսումնասիրություն արվում է անպտղության ինչ հիմքեր կան, որոնք են Հայաստանում կան արդյոք հնարավորություններ ուսումնասիրելու ինչն է ավելի շատ ծնում անպտղություն, ինչպես կարող ենք այդ անպտղությունը ի սկզբանե հաղթահարել կամ գոնե այնպիսի միջոցառումներ չլինի, որոնք անպտղություն ծնեն, որ դրանից հետո 40 տարեկանում նոր օժանդակ տեխնոլոգիայով երեխայի ծնելիության հարց լուծենք։ Եվ այս համատեքստում, օրինակ ես ասել եմ ու ելի եմ ասելու 16 տարեկան երեխաներին ինքնուրույն աբորտ անելու, արհեստական հղիություն արհեստականորեն ընդունելու իրավունքը արդյոք դա լուրջ խնդիր չէ, մարտահրավեր չէ այս հարցի համար, որովհետև չգիտեմ, գիտեք որն է տիկին Կյուրան, որ 16 տարեկան երեխան հղի անում է, այդ խնդիրը, որ աբորտ անելու իրավունքը։ Հասկանում եք, այդ խնդիրը կա։ Այդ խնդրի մասին խոսանք, որ 16 տարեկան երեխան հղի է, ոչ թե որ աբորտ 16 տարեկան հղին ինքնուրույն որոշում է գնալ արհեստական ընթացքում, որը կարող է հետագայում անպտղություն բերել, իսկ անպտղությունը հետո մենք 40 տարեկանում այլ կերպ ենք լուծելու։ Սա իրար հետ չենք ուզում փոխկապակցել եւ որոշակի ուսումնասիրություններ փորձենք անել, թե ոչ։ Ընտրեմ Տիկին Ավանեսյան։ Տիկին Գյուրեղյան, պարտքս եմ համարում ձեզ նվիրել ազգային հաշիվների հրապարակված զեկույցը, որտեղ որ ամեն տարի մանրամասն այդ ձեր ասած ուսումնասիրությունները ամփոփվում են եւ սեռատարիքային կազմով, մարզերի բաշխվածությամբ, հիվանդացության բոլոր ցուցանիշները ամփոփվում են այդ տարեգրքի մեջ, անպայման միանշանակ ազգային ժողովին էլ կուղարկենք ծանոթանալու։ Դրանք Այո, եւ հենց այս ամփոփ ազգային հաշիվներն են, որ մեզ տալիս են մեր ընդհանուր հիվանդացության վերաբերյալ պատկերը եւ հենց այս ուսումնասիրությունների հիման վրա են որոշվում առաջնահերթությունները։ Սրանք են հիմք ընդունվել, երբ որ մենք ընդունել ենք կառավարության ծրագիրը, ռազմավարությունը, ինչու ենք թիրախավորել օրինակ հենց սրտանոթային հիվանդությունների հատվածը, որովհետեւ մեր երկրում առաջին տեղը մահացության հենց սրտանոթային հիվանդություններն են եւ այս ուսումնասիրություններն ու հետազոտություններն են, որ հիմք են հանդիսացել նաեւ մեր ապահովագրական փաթեթի մշակման համար եւ այստեղ էլ այո որևէ երկրում որևէ փաթեթ չի տրամադրում
հնարավոր բոլոր ծառայությունները։ Բոլոր փաթեթներն էլ ունեն որոշակի կոնֆիգուրացիաներ, բայց շատ կարևոր է, որ դրանք անդրադառնան հենց այն ամենաանհրաժեշտ ծառայություններին, որոնք որ կազդեն մեր կյանքի միջին տևողության վրա, հաշմանդամության կրճատման վրա եւ այո, ճիշտ եք ասում, մենք ավելի ու ավելի պիտի գումարներ ծախսենք կանխարգելման վրա, որովհետեւ հաշվի առնելով նաեւ մեր դեմոգրաֆիական տենդենսները, մենք ծերացող հասարակություն ենք, սա նշանակում է, որ առաջիկա տարիներին առողջապահական ծախսերը աճի տենդենս են ունենալու եւ եթե մենք այսօր կառավարենք նույն շաքարային դիաբետը, այսօր կառավարենք սրտանոթային հիվանդությունները, զարկերակային ճնշումը եւ այլն, վաղը ավելի ծախսերը կկրճատվեն։ Այս մասով միանշանակ սիրով կտրամադրենք ձեզ այդ ուսումնասիրությունները։ Ուրեմն ես նաեւ ուզում եմ ասել, որ գիտեք շատ նաեւ մարզային կտրվածքով շատ հետաքրքիր է դիտարկել տարբեր հիվանդությունների առանձնահատկությունները եւ այլն, դրանք շատ փոքր շեղումներ ունեն, բայց անգամ դրա շրջանակներում շատ հետաքրքիր ուրեմն պատկեր ենք ունենում։ Ծնելիության դեմոգրաֆիական առումով այո, ծնելիությունը կարևոր գործոն է, բայց ծնելիության շրջանակներում առողջապահական գործոնը ունեցել համեմատած 5441-ի 2023 թվականին եւ գրանցվել է 993 հղիություն, ծնվել է 539 երեխա։ Սա իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ այս տարի էլ ենք արդեն նախագիծ ենք մշակում վերանայելու վերարտադրողական այս տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը եւ եթե կհիշեք մենք մշտապես մեր քաղաքացիներին ասել ենք որ ծրագիրը մեկնարկում ենք փուլ ընդլայնելու տրամաբանությամբ եւ կարծում ենք որ այս պահին մենք կարող ենք արդեն հենվելով մեր նախորդ փորձի վրա եւ նաեւ հաշվարկելով մեր բյուջետային միջոցները այո կարող ենք մեզ թույլ տալ եւս տարիքային շեմը վերանայելու առաջիկա նախագիծը արդեն կդրվի հանրային քննարկման եւ ես էլ կտեղեկացնեմ դրա վերաբերյալ եւ ուրեմն ցավոք սրտի մենք հիմա ծնելիության առումով գտնվում ենք մեր վերարտադրողական տարիքի անձանց ամենափոքր պատուհանի շրջանակներում մենք 2000-ականների ծնունդների առումով նվազում ենք ունեցել շատ եւ հիմա ըստ էության սկսում են 2000-ական թվականի ծնվածները որ մտնում են այս վերարտադրողական տարիքի եւ այո սա ուրեմն խնդիր է բայց պիտի նշեմ որ ամբողջ աշխարհում վերարտադրողական առողջության եւ բանի առումով ոչ միայն վարքագծային փոփոխություններ կան, այլ հենց վերարտադրողական առողջության եւ բանի պտղաբերության հետ կապված անկումը ակնհայտ է։ Մենք իրականացրել ենք նաև ուսումնասիրություն մեր միջազգային գործընկերների հետ համատեղ եւ 2000 կարծեմ անցյալ տարի ենք դրա հետ կապված նաև հրապարակումներ արել եւ անպտղության պատճառների, կանանց, տղամարդկանց առաջնային, երկրորդային անպտղության այս բոլոր ուսումնասիրությունները իրականացվել են եւ համապատասխան դրան էլ նաև վերափոխվել օրինակ մեր սկրինինգների ծրագրերը։ Տեսեք դուք ճիշտ եք ասում։ Սիրով կտրամադրենք, դա էլ կտանք։ Առանձին զեկույց է, բայց դա էլ կտրամադրենք։ Այո, այստեղ նաև նշում եք, որ նույն հղիների եւ պոտենցիալ ծնունդների ռեզերվային ամբողջ օգտագործումը եւս մի բան է, որ մենք կարող ենք հասնել ծնելիության աճի եւ սրա շրջանակներում ներդրել ենք օրինակ հղիների սկրինինգի լրացուցիչ ուղղություններ, որը շատ կարեւոր է ճիշտ ժամանակին խնդիրները բացահայտելու եւ պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով։ Բայց մինչև ձեր վերջի հարց տալ ես մի մեկնաբանություն եմ ուզում ավելացնել Տիկին Ավանեսյանի ասածինի պատասխան ձեր հարցին, որ ասում եք ինչն են պատճառները, Տիկին Ավանեսյանը ավելի մասնագիտական ասեց, որ կան այդ պատճառները, բայց ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք երբ որ ամբողջ օրը օրինակ խոսում ենք առողջ ապրելակերպի, վնասակար սովորությունների եւ դրան ուղղված քաղաքականությունների մշակման մասին, մենք տենց ինչ որ ասում ենք, բանը լուրջ խնդիրները թողած ինչի հետևից է կընկե։ Օրինակ, ծխելը անպտղության պատճառ է, վարակիչ հիվանդությունները, այդ թվում սեռական ճանապարհով փոխանցվող անպտղության
անպտղության պատճառը, որի մասին պետքա գիտելիքներ տրամադրել երեխաներին, այդ թվում դպրոցում, այլ վնասը կրխմելը անպտղության պատճառը ու այդպիսի բազմաթիվ պատճառներ, ու երբ որ մենք դրա մասին խոսում ենք, ասում են, բանա, ինչի հետևից է գնկել, ալկոհոլի օգտագործումը, այդ թվում դեռահասների շրջանում լուրջ խնդրեմ եւ մենք ցավոք սրտի տենց հետ չենք մնում տարածաշրջանից եւ աշխարհից, ու սրա մասին պետք է մենք խոսանք, ոչ թե ասենք դե բանը, երբ որ կգա անպտղության հաստատման պահը, մենք սկրինինգ կանենք, մենք հղիությունը լավ կհսկենք, որ հանկարծ չընդհատվի, կամ էլ անպտղության ծրագրի վրա 2.9 միլիարդ կդնենք, որից իհարկե ծախսել ենք 1.8-ը, ենթադրում եմ այդքան շահառու չի եղել, ու այդ հարցը կլուծենք։ Ոչ, պետքա կանխարգելումից գնանք, ու կանխարգելումը պետքա սկսենք դպրոց մանկապարտեզից ու խոսալուց, ու նաև այո, քաղաքականություններ մշակելուց, որ այդ ամեն ինչը մեր երեխաները չօգտագործեն, զերծ մնան եւ գիտելիքի մակարդակում, ոչ թե ստիպված հետո գնան ընկնեն բժիշկների դուռը, խնդրեմ, ձեր վերջի հարցը։ Ահա, ձեր ասածներին մի հատ արձագանք եմ, նոր դուք ինձ արձագանքեք, շատ ճիշտ եք ասում, բայց գիտեք ինչ, ուրեմն դա նշանակում է մենք կարիք ունենք նաեւ շատ ավելի մանրամասը ներկայացնելու, այդ չծխելու եւ այլն, այդ դրանց նաեւ այն հետևանքների մասին։ Այո, միգուցե հանրությունը դրա կարիքը ունի։ Չէ, նաև միգուցե հանրությանը պետք է ավելի մանրամասն ասել, որ սա նաև անպտղության վրայազում, չգիտեմ, պետք է այդ ամեն ինչը ասել, տեղեկատվությունը ներկայացնելու որոշակի սկզբունքների պետք է հետևենք, ես դրան լրիվ համաձայն եմ, եւ դա ձեր ասածը իմ ասածի շարունակությունն է, եւ երկու ձեռքով կողմ եմ, երկրորդում եմ ձեր ասածին։ Տիկին Ավանեսյան, գիտեք ինչն է ինձ մյուս հարցը հետաքրում։ Կան հիվանդություններ, որոնց հիվանդացության մակարդակը այդքան չի, որ ինքը ամենօրյա ու ամենժամյա հիվանդանոցային բուժ ծառայության կարիք ունենա, բայց ենթադրենք օրվա մեջ 2-3 ժամ է եւ դա հիվանդը ըստ էության գնում է հիվանդանոցում, հա, այդ բուժումը ստանալու։ Ինչքանով ենք մենք հնարավորություն ստեղծում պոլիկլինիկաներում կամ մտածում ենք այդ ուղղությամբ, որ այդ հիվանդությունները, որոնք օրվա մեջ 2-3 ժամվա որոշակի բուժ ծառայության կարիք ունեն, ասենք օրինակ դիալեզը, չգիտեմ ինչ, գնում են մի քանի ժամ ընդունում են որոշակի դեղեր, գալիս են։ Արդյոք մենք նախատեսում ենք պոլիկլինիկաներում ժամանակավոր, ասենք որոշակի ցերեկային բուժ ծառայություն մատուցելու եւ դրանով մենք ազատում ենք հիվանդանոցային ամբողջ օրվա այդ ծառայություն մատուցելու պետբյուջեի ծախսերից, թե դա անարդյունավետ է եւ նույնիսկ սխալ է, ինչպես է այդ երևույթը գնահատում։ Ну, ըստ էության այսօր էլ հիվանդանոցային օղակում արտահիվանդանոցային կարգով հնարավոր է որոշակի ծառայություններ մատուցել, այսինքն պարտադիր չի, որ պացիենտը 24 ժամ եւ ավել հոսպիտալացվի։ Ըստ էության մենք որևէ սահմանապակում չունենք պոլիկլինիկայում ցերեկային ստացիոնար ձևաչափով արտահիվանդանոցային տեսակով ծառայություններ տրամադրելուն, բայց այստեղ շատ կարեւոր է եւ մենք դրա վրա ենք աշխատում, որ շրջանակները հստակ լինեն, որովհետև այստեղ էլ պետք է հստակ լինի, թե որ ծառայությունները, որ վիճակներն են թույլատրելի, որպիսի այս շրջանակներում կարողանանք միջամտություններ իրականացնել։ Ես կարծում եմ, որ emergency ծառայության հիմնումը եւ անընդհատ աճը շրջանակի եւ վիճակների առումով եւս շատ կարեւոր բեռնաթափում է ստացիոնար օղակի համար։ Այո, լինում են դեպքեր, որ կայունացման համար 6-12 ժամ կամ մինչեւ 24 ժամվա ուրեմն անհրաժեշտություն է լինում եւ դրանից հետո որոշվում է, որ պացիենտը կհոսպիտալացվի կամ արդեն կուղարկենք ամբուլատոր բուժօգնության։ Այո, ճիշտ եք նշում, որ որոշ դեպքերում արտահիվանդանոցային ձևով ստանալ այդ ծառայությունները տեղին են, բայց շրջանակը պիտի հստակ կարգավորված լինի։ Որևէ կերպ այդ ուղղությամբ չափորոշիչներով, այո, եւ այլն աշխատում են, այո, հիմա դրա վրա աշխատում են մեր մասնագետները։ Շնորհակալություն Տիկին Գյուրան, բայց այդտեղ շատ քիչ վիճակներ կան այն